Ադրբեջանում երկարատև ազատազրկման դատապարտված քաղաքագետ Արիֆ Յունուսը դուրս եկավ բանտից։ Նրան բանտարկելու պատիժը փոխարինվեց տնային կալանքով, նրա կինը հայտնի իրավապաշտպան Լեյլա Յունուսը մնում է բանտում։ Ես չեմ լռելու, ես պայքարելու եմ, քանի դեռ Լեյլան ազատ չի արձակվել, լրագրողներին ասել է Արիֆ Յունուսը։ Ես միայն մեկ զենք ունեմ, դա իմ խոսքն է, ես չեմ լռելու։ Նա պնդել է, որ Լեյլա Յունուսը ենթարկվում է ճնշումների եւ խոշտանգումների, ինչի դեմ բողոքելով ինքը հացադուլ է հայտարարել։ Եթե Լեյլային նույնիսկ հիմա ազատ արձակեն, նրա առողջությունը այնքան է քայքայված, որ վերականգնելու համար առնվազն 2 տարի կպահանջվի, ասել է նա։ Արիֆ Յունուսին հոկտեմբերի վերջին տեղափոխել էին բանտարկյալների հիվանդանոց, սակայն հոսպիտալացումից հետո էլ նրա առողջական վիճակը չէր բարելավվել։ Այսօր Ադրբեջանի վերաքննիչ դատարանը Արիֆ Յունուսին տնային կալանք սահմանելու որոշում ընդունեց, հաշվի առնելով նրա առողջական վատթարացող վիճակը եւ հիմք ընդունելով Արդարադատության նախարարության գլխավոր բժշկական վարչության տեղեկանքը այդ մասին։ Դատարանում նա ասել է, որ նոյեմբերի 6-ից հացադուլ է հայտարարել, դեղորայք նույնպես չի ընդունում, քանի որ իր հիվանդ կնոջ Լեյլա Յունուսին բժշկական անհրաժեշտ օգնություն չի տրամադրվում։ Օգոստոսին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը Արիֆ Յունուսին դատապարտել է 7 տարվա ազատազրկման, իսկ նրա կնոջը հայտնի իրավապաշտպան Լեյլա Յունուսին 8.5 տարվա ազատազրկման։ Դատարանը հիմնավոր էր համարել նրանց դեմ առաջադրված տնտեսական բնույթի մեղադրանքները։ Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները, որոնք հենց սկզբից հետևում էին Յունուսների դեմ սկսված հետապնդումներին, դատապարտել էին նրանց ազատազրկելու դատավճիռային համարելով ծաղրանք արդարադատության նկատմամբ։ Մարդու իրավունքների պաշտպանության մրցանակակիր, հայտնի իրավապաշտպան, խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի հիմնադիր Լեյլա Յունուսը մնում է բանտում։ Մինչ ձերբակալվելը հասարակական իր գործունեության ընթացքում նա մասնակցում էր նաև հայ իրավապաշտպան ակտիվիստների հետ հանդիպումներին, ինչի համար Ադրբեջանում քննադատվում եւ մեղադրվում էր։ Անցյալ տարի ամռանը ձերբակալելով իրավապաշտպանին Ադրբեջանի իշխանությունները նրան նաև հայրենիքի դավաճանության մեղադրանք էին առաջադրել։